Ողջույն, կա մի այսպիսի համաշխարհային արտահայտություն, լեռը երկնեց և մուկ ծնեց։ Դա օգտագործվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բանից մեծ հույս կա, բայց արդյունքը լինում է շատ փոքր։ Թերևս կարելի է դա օգտագործել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցի արդյունքների կապակցությամբ։ Մեկ ամիս շարունակ մեծ աղմուկ, աղաղակ, ահռելի սպասումներ։ Իսկ հիմա արդյունքի մասին։ Թերևս միակ գովելին այն է, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահ է այցելում Հայաստան։ Մեր խնդիրները, մարտահրավերները հաշվի առնելով, մեկ տառանոց հարց տամ։ Եվ այո, շատ ջերմ պաշտոնական ընդունելություն, ընտանիքով էր, կինը հղի էր 4-րդով, էլի հարցնեմ. Հայաստանին ինչ օգուտ մնաց այդ այցից։ Եկեք հասկանանք։ Մինչ Վենսի գալը հարյուրավոր նամակներ գրվեցին, ու հստակ էր, որ նրա այցից ակնկալիքն այն է, որ Բաքվին հորդորի բաց թողնել հայ գերիներին, իսկ Հայաստանի իշխանության առաջ բարձրացնի մարդու իրավունքների վիճակը, քաղբանտարկյալների, եկեղեցու վրա իշխանության գրոհի հարցերը, Հայաստանից տարածքների օկուպացիան։ Ըստ էության, այդ հարցերը ոչ էլ քննարկվել են։ Վենսի այցը Հայաստան շատերի կարծիքով հենց նախընտրական քարոզչական բնույթ էր կրում։ Հայաստանի համար շահեկան բան չկար ու պլանավորված էլ չէր։ Մեկ այլ հնար կարվեց, ստեղծվեց իբր միլիարդավոր դոլարների ներդրման սուտ։ Մի պահ ընդամենը ցնծություն անցավ իշխանության թևից։ Այսպես, Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Դրա մասին խոսելիս թարգմանիչը երևի դիտմամբ շփոթեց ու աղավաղեց ԱՄՆ փոխնախագահի խոսքը, իրականությունը փոխելով ցանկալիի։ Թարգմանիչը հայտնեց, թե ԱՄՆ-ն նախ 5, ապա 4 միլիարդ դոլարի ներդրում կանի Հայաստանում։ Իրականությունը, ինչպես արդեն գիտենք, այլ է։ Վենսը ասում է. ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։ Ինչ է սա նշանակում։ Մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Թարգմանիչը արտահանում բառի փոխարեն ասում է ներդրում։ Ընդամենը մեկ բառի փոփոխություն և ամեն ինչ խառնվում է իրար։ Մինչ Հայաստանում մեկ օր շարունակ քննարկում են, կառավարությունը չի պարզաբանում, որովհետև իրեն ձեռք է տալիս, որ մարդիկ մտածեն, թե ԱՄՆ-ն Նիկոլի կառավարության շնորհիվ Հայաստանում երբևէ չլսված չափի ներդրում է անում։ Ընդամենը իրենց լրատվականներից մեկին շատ ուշ մի փոքր պարզաբանում են տալիս, թե թարգմանիչին բերել է ամերիկյան կողմը։ Ու չի պարզաբանում, թե իրականում ինչի մասին է խոսքը, իսկ եղելիությունը լրիվ հակառակն է։ Իրականում պարզվում է Հայաստանն է ներդրում անելու ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համագործակցելու է մոդուլային ատոմակայաններ կառուցելու տեխնոլոգիաները այստեղ բերելու և որի համար Հայաստանը պետք է վճարի նախ 5 միլիարդ դոլար, ապա 4 միլիարդ դոլար։ 5 միլիարդ դոլար մենք նախ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաները ԱՄՆ-ից Հայաստան բերելու և ներդնելու համար։ Հաջորդ 4 միլիարդը սպասարկման համար։ Մենք վճարենք, որ ատոմային էներգիայի ոլորտում տեխնոլոգիա ներդնենք, էլի ասեմ, մեր հաշվին։ Էլի հարց է առաջանում, Հայաստանը չունի այդքան գումար, 9 միլիարդ դոլար վստահաբար չունի։ Սրանք թոշակն անգամ վարկով են տալիս, բա ինչ փողերով ենք վճարելու։ Էլի արտաքին պարտքի։ Ընդամենը 3 ասում էի, որ եթե սրանք մնան իշխանության, Հայաստանի 14 միլիարդ դոլար պետական պարտքը դարձնելու են 30 միլիարդ։ Ընդ որում, Ամերիկան մոդուլային ատոմակայաններ ստանալու հաջողված փորձ դեռ չունի։ Միայն Ռուսաստանը ունի նման փորձ, ասում է նաև Չինաստանը։ Այս իշխանությունն ասում է, եթե մենք համագործակցենք ռուսների հետ, մեր ինքնիշխանությունը կորցնելու ենք։ Պետք է համագործակցենք ԱՄՆ-ի հետ, որ պահենք։
ԱՄՆ-ն էլ ասում է. եկեք վճարեք $9 միլիարդ և Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կարող ենք թուլացնել։ Ամերիկյան վերլուծաբանն ասում էր, որ Վենսը ընդամենը եկել էր, որ խրախուսի Հայաստանի իշխանության բռնած հակառուսական ուղին։ Ըստ էության, Միացյալ Նահանգների փոխնախագահը եկավ Հայաստան ու շատ թանկ գնով վաճառեց իր չփորձված ապրանքը, ոչ մի բանից գլուխ չհանող գնորդին։ ԱՄՆ-ն նաև Հայաստանին վաճառում է $11 միլիոն հետախուզական անօդաչուներ, Թուրքիային կործանիչներ է վաճառում, Ադրբեջանին էլի զենքեր է վաճառում, մեզ հետախուզական անօդաչուներ։ Ու հետաքրքիր է, ինչ է հետախուզելու, որ թիրախները, հո պատահաբար Իրանում չեն դրանք կամ Իրանի սահմանին։ Իմիջիայլոց, հլը Վենսը չէր հասել Ադրբեջան, բայց Ալիևը արդեն հայտարարեց, որ իր երկիրը չի դառնա գերտերությունների հակամարտության թատերաբեմ։ Իսկ Հայաստանից դուք լսեցիք նման բան։ Ոչ։ Սրանք երկիրը առաջարկում են, ով ուզում է թող գա իր շահերը առաջ տանի։ Մի նկարն ինչ է, որ հետները չնկարվի։ Իրականում ԱՄՆ-ն կարող էր մի քանի ռեալ ֆինանսական աջակցություն բերել, թեկուզ որպես քարոզչական նվեր Փաշինյանին, բայց չբերեց։ Ինչու՞։ Ամերիկացի վերլուծաբաններն էլ են նշում, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային գործընկեր է, ինչը կերևա Ադրբեջան այցի արդյունքներով։ Ի տարբերություն Հայաստանի։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ռեալ էֆեկտը իհարկե կերևա ավելի ուշ, բայց ուզում եմ հիշեցնել մի բան, որը երևի չեք էլ մոռացել։ Եվրամիությունը 2021 թվականի ընտրություններից առաջ խոստացավ Հայաստանում 26 միլիարդ եվրոյի ներդրում։ Հետո պարզվեց դրանից ավելի քան 22 միլիարդը պարտք է, մի 300-400 միլիոնը աջակցություն, որը այդպես էլ ի դեպ չեկավ։ Կարճ ասած, մեր երկիրը Ժորժ ջան, քամում են սաղ ռեսուրսները, ապագայի բեռը սարքում են հսկայական, ոչինչ էլ չէր լինելու, հյուրախաղ էր, նկարներ, ուրախացան, մեծ բաներ խոսեցին, բայց իրականությունը դրանից չփոխվեց։ Նիկոլի երջանիկ դեմքը օգտագործում են ու օգտագործում։